Աննայի ստրեսը շատ էր, արդյունքում աղավ են ինչ եղավ, երեխու վիճակը լավ չի։ Ինչա որ։ Չեմ կարող ասել, ասում են ծանր է, մտա Աննայի մոտ, չցանկացավ երեսս տեսնել։ Շախոնցների կողքին ապրելով ինչ պիտի սովորեր, շնորհակալություն։ Գիտես, դու ինձ հունից անում ես, այնպես ես խոսում ասես, մենք անունեղ ենք Աննան ամեղավոր։ Աննան չկարողացավ բռնել կյանքի ռիթմը ու ճիշտ ապրել։ Աննայիս կյանքի ռիթմը դու խախտեցիր, Բագրատ։ Նյարդրս մի քեր գիշերվա։ Դու չես պատկերացնի, թե ես ոնց կուզեի երեխուս կողքին լինեի։ Բայց չէ։ Շախուսները ինձ դուրս շպրտեցին։ Դրանց ոնց իրանց տեղը ցույց կտայի։ Գոնե հիմա գնա, Բագրատ։ Չեմ ասում գնա շախուսների հետ կռի վրա։ Ուղղակի գնա Աննային տես։ Թոռանդ տես։ Գնամ, որ ինձ էլ դուրս շպրտեն։ Եթե մենք մեր տեղում լինեինք, բոլորը մեզ կհարգեին։ Բայց չէ, մենք մեր տեղում չեղանք։ Բայց հիմա դա կարևոր չի։ Թող Աստված Աննայիս ու երեխուն առողջություն տա։ Ինչի Աննան լավ չի։ Ոնց կարող է մայրը լավ լինի, եթե երեխու կյանքը մազից է կախված։ Շատ եմ այսօրվան սպասել իմ ու քո հանդիպմանը։ Այնքան բան կա քեզ ասելու։ Ես քեզ ուզում եմ իմ ձևով մեծացնեմ։ Երբ Հենրին ծնվեց, ես ինքս էլ երեխա էի։ Պապը տա մեծացրել Հենրիիս։ Պահել է, հերություն արել։ Իսկ դու իմ հնարավորությունն ես։ Այնա հերիքա լացեց։ Ճիշտ ասում, դու կես պետք է պինդ պայս աղջիկը։ Պապի փորձում եմ չհուզվեմ, չի ստացվում։ Ավելի լավ է գնամ օրդ մոտ, հա դու։ Ապի սենց ու գնամ որ մոտ։ Մամային հիմա հանգստանալ ա պետք, ոչ թե ավելի շատ հուզել։ Օհո, ես ինչ անում ստե։ Մորի Անգելինային արյավ կանչն աստեղ վերել։ Ինա դուրս անում։ Բարև աղջիկ ջան։ Այս քշերվա հազարին բազմախբյուրից ոնց է գալի հասնում Երևան։ Անգել, ինչ լավ որ եկել ես։ Ճիշտն ասած շատ անհանգիստ էի Աննա Բագրատովնայի համար։ Հենրիին զանգել եմ, բայց չէր պատասխանում, հայ եթե պատասխաներ, հաստատ չէի գա հասնի այստեղ բազմախբյուրից։ Հենին շատ խառն էր, դրա համար էլ չէր պատասխանում։ Ինչ ա եղել ֆայնան չի եկես դեմքերով ու տրամադրությամբ։ Դե մի քիչ բարդություններ էին առաջացել։ Գիտեմ այդ բարդությունների մասին, Հենրին ասել էր։ Բա որ մասը չի ասել բալես։
Կեսարյան հատում են արել, մամայի վիճակը նորմալ է, բայց այ երախու վիճակը այդքան է լավ չի։ Աստված ջան։ Կուզես մամային տենաս։ Հա, իհարկե կուզեմ տեսնեմ, եթե թույլ կտան, որ մտնեմ մոտը։ Արի։ Ես քո աչքերում մենակ թշնամություն ու անտարբերություն եմ տեսնում, պապի։ Բայց չէ՞ որ Անգելինան նաև քո թորնուհին է։ Ես ինչի մեջ է հերած գցել մեզ բոլորիս։ Հերի, ես քո սկավարժերը խո վիճակը կկարգավորվի։ Չգիտեմ, Անգել, բժիշկները դեռ բան չեն ասել։ Անցի։ Պետք է գնաք։ Այստեղ մնալ չեք կարող։ Ինչի՞։ Ում եմ խանգարում։ Ոչ ոքի չեք խանգարում, բայց կարգն է այդպես։ Այստեղ երկար մնալ չեք կարող։ Հասկանում եմ։ Բայց ասեք, որ ամեն ինչ լավ կլինի։ Մենք ամեն բան անում ենք ու սպասում ենք դրական արդյունքի։ Լավ կնայեք երախուս։ Չնեղվես տղես։ Պապան շուտ է գալու։ Բան չի եղել։ Չեք բանի դե դեմքով կանգնած։ Սկացա։ Պապա կարող լավ բան են ասել։ Տղա եմ ունեցել դրանից է լավ բան։ Կարող ես քեզ դուք տանեմ։ Չէ։ Մեծ տղա եմ եկել Կահաստան տուն։ Դուք ավելի լավ գնացեք տղուս ծնվել նշել։ Չէ, ես արդեն լուրջ հանգստանում եմ պապայի համար։ Ամեն ինչ կտայի, որ իմ երեխային լույս աշխարհ բերեիր, որ իմ ու քո սերը շարունակություն ունենար, իմ ու քո սերը կյանք առներ մեկ ուրիշ կյանքի մեջ։ Ինչ սեր, միայն ես եմ սիրել, ինչքան էլ հակառակը պնդես ինձ համար մի ճշմարտություն կա, դու Միքայելին ես սիրել։ Ես երեխեն էլ իմ համոզման ապացույցն է։ Աննա Բագրատովնա, մի րոպե չմտածեք։ Ես հրաշքների հավատում եմ։ Ու վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Չնայած ինչի եմ մենակ ես վստահ, ախր դուք էլ այդքան նորաթուխ մայրերի եք օգնել, դուք ինքներդ պետք է համոզված լինեք, որ ամեն ինչ ուղղակի հիանալի է լինելու։ Փաստորեն դու հոգեբանել ես։ Ապրես բալես։ Շնորհակալ եմ, որ ես սուր ժամին եք արի մոտ։ Չգիտեմ ինչից, բայց ես շատ անհանգիստ եմ ձեր համար։ Դու մեզ քաշել սենց բարի ու հոգատար։ Ասում են պապայիս։ Դե չնայած մամաս էլ է շատ բարի ու լավը, բայց պապաս ոնց որ փոքր երեխա լինի։ Շատ բարի է, շատ մեծ սիրտ ունի։ Աննա Բագրատովնա, միջմկանային ներարկման ժամն է։ Որ երեխուն բերեք մոտս ես էլ ոչ մի ցավ չեմ ունենա։ Մամ ջան, մի քիչ համբերություն ունեցի։ Աննա Բագրատովնա, կուզեք ես ներարկումն անեմ։ Ավելի լավ է դուք գնաք, ես Աննա Բագրատովնայի հետ լեզու կգտնեմ։ Ճիշտ ասած, ես մորս համար մի քիչ անհանգիստ եմ, չեմ ուզում սենց թողնենք գնանք։ Լավ մնացեք։ Մամ ջան, որ պետք լինենք, զանգի։ Երեխուն մենակ չթողնես, մինչև տուն կտանես։ Անգել, հետո մի լոպ ուր ես տենց արել է։ Ես քեզ կտանեմ։
Այ գնացինք։ Ըստ քեզ ուր գնաց papan։ Հանգիստ է։ Թարսի պես շատ անհանգիստ է։ Որ դիմը մենակ մնալը կողնի։ Պապի ախր շատ վատ ու տարօրինակ վիճակով գնաց։ Դու բա ինչ ես ուզում այդքան բանա թափել խեղճ մարդու գլխին։ Դե ինչ եմ ուզում որն է, ուզում եմ ինչա մի բանով օգնեմ մամային, papayin։ Աղբորդ էլ օգնես ված չի։ Ախորս։ Հա, աղբորդ։ Չես դնում այդ աղջկան դրումը չոքերը թուրանում է։ Ինչ ես խոսում, papi։ Այդ աղջիկը մեր քույրն է։ Ու Հենրին դա շատ լավ գիտակցում է։ Հերի մե մտածի ամեն ինչ լավ կլինի երեխու հետ։ Աստված, թե չէ չեմ ուզում պատկերացնեմ մամայի ու պապայի վիճակը։ Հորինված է չէ այս ամեն ինչը։ Ինչ։ Հա, Հերի։ Ես չեմ հավատում, որ քո կյանքում մեկը կա, էլ չեմ ասում երեխու գոյությանը։ Անգելինը փրփուրներից մի կախվի էլի։ Շարունակում ես հակառակը, հա, պնդել։ Հա, բայց ավելի լավ է փակենք այդ թեման։ Այդ դեպքում տար ինձ իրանց մոտ կլինի։ Գժվել ես։ Ինձ թվում է այս ամեն ինչին վերջ դնելու մի տարբերակ կա, Հերի, որ տարնես ինձ իրանց մոտ տեսնեմ։ Անգել վերջ դուր։ Հենց հիմա գնում ենք, Հերի։
Կներես ինձ բալես։ Կներես ինձ։ Ինձ բալես։ Կներես ինձ։ Ինչ ես ուզում եմ հայրի։ Բա ինչ ասեմ։ Ոչ մի բան մի ասա, ուղղակի տար ինձ իրանց մոտ։ Անգել սուսմը նայելի խնդրում եմ։ Էդ ես եմ քեզ խնդրում։ Արի վերջ դնենք իմ կասկածներին կլինի, թե վախենում ես, որովհետև չկա ոչ կին, ոչ էլ երեխա։ Ինչ ես խոսում։ Մնում էր նոր ծնված երեխուս որպես ապացույց օգտագործեի։ Վայ Հենրի, ամեն սուտ պատրաստ ես հորինես, մենակ թե քեզ ճիշտ անես։ Անգելնա սրտովս գնա, ու մի ստիպի քեզ նեղացնում։ Աննա Բագրատովնա, օգնիկ տանենք սենյակ։ Ես գնամ ճշմարտ ապարատը բերեմ։ Բրավո։ Կեցես սիրելի ամուսինս։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Հենրի։ Ուղղակի ուզում եմ իմանաս, որ ես քեզ չհավատացի։ Ինչի հետ եկար։ Դու ճիշտ էիր, Անգել։ Այդ ամեն ինչը սուտ է։ Այդ ամենը ես հորինել եմ նրա համար քեզ, որ դաժան իրականությունից հետ բանեմ։
Հիմա էլ եք ասելու հոգեկան հիվանդ եմ։ Ինչի ես ընտանիքս քանդում, երկերեսանի անբարոյական։ Իմ հետ խոսելուց առաջ մտածի նոր խոսի։ Լուրջ, վախեցա գիտես։ Ինչ ես ուզում իմ ամուսնուց։ Ինչի հանգիստ չես թողնում մեզ։ Տեսի դու ինձ ում տեղն ես դրել։ Հենց այն նրա տեղն եմ դրել, ինչ կաս իրականում։ Միքայելից երեխա ես ունեցել, բայց առիթը բաց չես թողնում ամուսնուս կրկում հայտնվել։ Ձենդ կտրի։ Չէ ինչի, ամեն ինչ ասելու եմ, այս անգամ դու ինձ չես լռեցնի, այս անգամ շախունցները կիմանան ով է իրենց տան հարսը, ում են պահում իրենց տան մեջ, ինչ օծ, որը ոչ միայն խայթում է, այլ նաև ամուսնու գլխին կոտոշներ է աճացնում։ Թե պիտի արդարանաք, պիտի ասեք, օй, այս են չի ինչ որ դու ես մտածում։ Ես երբեք ոչ ոքի առաջ չեմ արդարանում, բազմիցս դա պիտի հասկացած լինեիր։ Դու էլ բան չունես արդարանալու։ Քո նման հիվանդին ինչ բացատրեմ։ Դեռ մի բան էլ ես եմ մեղավոր, կներեք, որ սխալ պահի մտա ու ամեն ինչ իմ աչքով տեսա։ Ձենդ կտրի գնա այստեղից։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Այսօր քո դիմակը պատրվելու է։ Թող իմանան, որ այս հեզ հարսիկի դիմակի տակ իրականում օծ է թաքնված։ Գնա ասում եմ։ Ես պատրաստ եմ այդ դաժան իրականությունից ազատվելու համար ճշմարտությունը բացահայտեմ։ Հավատա, ես պատրաստ եմ այդ ճշմարտությունը լսեմ, ինչքան էլ դժվար ու ցավոտ լինի։ Երևի ճիշտ ժամանակն է, որ դու ամեն ինչ իմանաս։ Այդ ժամանակը վրմուց անցել է, Հենրի։ Ինչ ա եղել։ Ման ոչ մի բան գնա ներս, մենք կարևոր բան ենք խոսում։ Հերը ինչի ես եկել։ Քո հետ եմ։ Հերիքա էլի։ Ինչի ես ամեն անգամ հայտնվում մեր ճանապարհին, թող ես երեխեն քեզ մոռանա։ Մամ, կարևոր բան ենք խոսում, մեզ մենակ թող։ Չէ, ես ոչ միտեղ չեմ գնա, որովհետև չեմ վստահում այս տղային։ Հերիք չի, միասին տուն եք եկել, հիմա էլ ուզում եք, որ գնամ։ Չէ, ես ոչ միտեղ չեմ գնալու, որովհետև չեմ վստահում։ Մամ, տուն գնա, ես կգամ հեսա։ Ես ոչ միտեղ չեմ գնալու։ Դու ինքնասիրություն չունես, այդքան քեզ խաբեց։ Հիմա հավատում ես իրան։ Իրա խոսքերին հավատում ես, ինչ ես կանգնե խոսում։ Հերի խոսա։ Բժիշկներն էլ իրենց եզրակացություններն էլ։ Թող իրենց գլխին կպնեն։ Ես պետք է գնամ տղուս մոտ։ Կուզես մի անգամ էլ գրկեք իրար։ Դուրս արի ստեղից, համբերությունս ես չափում։ Լավ չես զգում քեզ։ Ոչինչ։ Իմ կիսատ կյանքի համար հələ շատ ես տառապելու։ Ամբողջ կյանքում չթողեցիր, որ երջանիկ լինեմ։ Էլինեիր, ով էր քեզ խանգարում։ Դու միշտ ես ինձ խանգարել, հիմա էլ ես խանգարում։ Այսքան տարի հետդ ոչ մի բառ չեմ փոխանակել։ Նույնիսկ չեմ իմացել, որ սոսը ողջ է ու քո հետ է։ Հիմա հասկացար ինչի չես իմացել։ Չէինք ուզում սոսին քո ճանկը գցեիր։ Լեզուդ կարճացա, ծպտունդ չլսեմ, դուրս արի ստեղից։ Դու ինչից ես վախենում։ Վախենում եմ, որ քեզ հենց այստեղ կխեղդեմ։ Գնացինք։ Այս անգամ քեզ խեղդելու եմ, Աննա։ Եթե մի անգամ էլ ամուսնուս մոտեցար, ոչ մի բան հաշվի չեմ առնի։ Կխեղդեմ իմ ձեռքերով քեզ։ Աստված իմ ինչի ես ինձ հենց պատժում։ Որ մեղքիս համար։
ճնշումը չափեմ, հասկանաք ինչ ա պետք անել։ Ինչ ձև ես պահում, հաշիվ տալիս ես արածներիդ ու արարքներիդ։ Թող ձեռքս։ Ես իմ ընտանիքն եմ փորձում պաշտպանել ու դրա համար պատրաստ եմ ամեն ինչի։ Թող քանդողներ իրենց հաշիվ տան։ Լսի, քեզ ով ա թույլ տվել քո կռիվների մեջ իմ որոշումները քննարկես։ Ով ա քեզ ասել, որ պիտի բացատրություններ տաս, թե ես ինչ եմ ընդհատակ անցել։ Ես այդ իրավունքը քեզ տվել եմ։ Ուզում եմ գլուխը մտնի, որ հեռու մնա քեզնից։ Լեզուդ բնից կպոկեմ, եթե մյուս անգամ քեզ նման կերպ պահես իմ հետ։ Ինձ գժի տեղ դնելով քեզ չես արդարացնի։ Գիտեի, որ ստեղ ես գալու։ Մեկը ինչքան էլ քեզ տրորի ու ստորացնի, քայլերդ միշտ իրա մոտ են բերում։ Ինչքան էլ որ լռես կամ բարձրաձայնես, ինչքան էլ որ հաստատես կամ ժխտես, ճշմարտությունը դրանից չի փոխվում։ Ալո։ Ֆայնա ջան, բալես ինչ կա, ինչ նորություն։ Երեխեն ոնց է, Աննաս ոնց է։ Ոչ մի նորություն էլ չկա անետ։ Մաման էլ է նույն վիճակում, երեխեն էլ։ Հələ մի հատ ցածր երախոսը։ Ինչա զանգելա հարցակննում ա էլի։ Տնից գնաց էլ իրա գործով ա զբաղվում։ Ամոթ մեծ կնիկ ես, ամաճի գոնե։ Ինքնակեսագերությունդ գրի ներկայացի։ Բարի մեր մոտ ուրիշ գործի դնեն։ Լավ բալես, լավ։ Պապիկի տասա, ի տարբերություն իրա ես իմ երեխեքի համար անհանգստանում եմ։ Ուզում էի Աննայից ու երեխոց նորություն իմանալ։ Լավ։ Լավ էլի, պապի։ Նեղացավ։ Ասում եմ, որ նեղանան։ Մեր դրան նայի։ Դրան կասես ես որ կողքդ եմ ելում, մյուս անգամ քեզ չզանգի։ Ներվերս խախտվում ա։ Անհանգստացողից նայի։ Հերի խոսա, ինչ ճշմարտություն ես ուզում ասես, արդեն շատ երկար սպասեցի ես։ Դու մեզ որպես ծնող մի ոչնչացրու։ Դու հասկացի է, որ այդ հարվածին ոչ ես կդիմանամ, ոչ ավակը։ Անգելինայի համար էլ շատ ուժեղ հարված լինել։ Խնդրում եմ, հանկարծ մտքովդ չացնի, որ մի օր Անգելինային կասես ճշմարտությունը։ Խոսք տուր, խնդրում եմ։ Խոստանում եմ։ Հերի խոսա։ Ստղան լրիվ չափել է անցել։ Մամա, ինչի չթողեցիր խոսար։ Ես։ Հա, մամ, դու ամեն անգամ գալիս խանգարում ես, ինչի համար, այդքան ասեցի գնան ներս։ Որովհետև իրան չեմ վստահում, որովհետև բացի ցավեցնելուց ոչ մի նորմալ բան չի անում։ Մամա, ինչքան էլ ցավացնի ու դժվար լինի իմ համար հասկանալ այդ ճշմարտությունը, թողեք, որ իմանամ ինչ է կատարվում, ինչ եք ինձնից թաքցնում։ Ինչ է։ Ինչի եք գոռում։ Ինչպես միշտ, հերին էր եկել, չի թողում է տղեն հանգիստ շնչենք, հանգիստ ապրենք։
Ախր դուք բոլորից լավ գիտեք ձեզ ինչ է անհրաժեշտ Աննա Բագրատովնա։ Որոշ ժամանակ դեռ պարկելու ռեժիմը պիտի պահենք։ Այս սիրտս պայթում այս 4 պատի մեջ։ Հիմա եմ հասկանում մեր հիվանդներին, որ ուզում են մի վայրկյան շուտ տուն գնան։ Առողջական խնդիրները երբեմն բժիշկներին էլ են գտնում։ Ճիշտ ես ասում։ Կարևորը որ ձեր նման հոգատար ձեռքերում եմ։ Սա մեր պարտականությունն է, Աննա Բագրատովնա, հատկապես երբ խոսքը ձեզ է վերաբերվում։ Շնորհակալ եմ։ Կես ժամից կգամ կանջատեմ։ Բան չի լինի։ Ախինում ես փախչեմ։ Ականջի տողարա։ Ոչ մի բանից ու ոչ մեկից չեմ վախենում, առավելևս եթե դա առնչվում է քեզ հետ։ Ինձ ցածրացնելուց ու ստորացնելուց հաճույք ես ստանում։ Չէ, քո նման կանանց պարբերաբար պետք է իրանց տեղը ցույց տալ, որ չնստես գլխիս։ Ոնց որ լավ փորձ ունես կանանց հետ, հա։ Քեզ ինչ։ Վեր ընկի։ Չնայած դու ինձ թերագնահատում ես, բայց ուզում եմ իմանաս, դու Աննային կհանդիպես միայն իմ, ավելի ճիշտ ձեր դիակների վրայով։ Լուրջ ես տրամադրված։ Ավելի լուրջ, քան պատկերացնում ես։ Դու մինչև հիմա չես հասկացել մի պարզ բան, որ դու այդքան չկաս, որ ես քեզ հաշիվ տամ, թե ուր եմ գնում, ում եմ հանդիպում, երբ եմ վերադառնում։ Եթե այդքան արժեզրկված եմ, ուրեմն ինչի ես ապրում իմ հետ։ Բաժանվի։ Ես քեզ հետ եմ ապրում։ Ամենայն դեպս ամուսինս ես։ Մեր խնդիրները գիտես խի են օր-օրի ավելի շատանում, որովհետև ամենասկզբից քեզ բավարար է եղել մեր թղթով ամուսնությունը։ Իմ սիրտը քեզանից հեռու է եղել, իսկ դու կուլ ես գնացել։ Ուրիշ տարբերակ ունեի։ Իհարկե ունեիր։ Ինձ ընտրելու փոխարեն պետք է ընտրեիր ինքնասիրությունդ։ Սրանից լավ պահ չի կարա լինի։ Եթե մեքենայից դուրս գաս կհայտնվես անիմների տակ։